Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Երկու շաբաթից ընտրություն է, որքան ձայն կհավաքեն քաղաքական ուժերը, Գելափը հրապարակել է նոր հարցման տվյալները։ Գյումրի 2 լինելու է խուզարկություններ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից ժամեր անց։ Գործակալներ, լրտեսներ, արտաքին կենտրոններ, քարոզարշավի գլխավոր բառապաշարը, ում է ձեռնտու գործակալների թեմայով աղմուկը։ Որտեղ է ավարտվում պետական շահը և որտեղ է սկսվում քաղաքական վերահսկողությունը, համաշխարհային փորձից հայկական իրականություն, ինչի կարող է հանգեցնել մասնավոր սեփականության նկատմամբ անվստահության մթնոլորտը։ Ընտրությանը մնացել է 16 օր, քարոզարշավը գրեթե մոտենում է ավարտին։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչ արդյունքով կավարտվի խորհրդարանի ընտրությունը։ Գելափը նոր հարցման արդյունք է հրապարակել։ Եթե խորհրդարանի ընտրությունը տեղի ունենա հաջորդ կիրակի, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեին քաղաքացիները։ Եվ այսպես, քաղաքացիական պայմանագիր 28.8%, Ուժեղ Հայաստան դաշինք 14.9%, Հայաստան դաշինք 12.1%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 8.7%։ Իսկ ինչ են կարծում քաղաքացիները, ընտրությունը կանցնի արդար, թե կլինեն կեղծիքներ։ Գելափի հարցման համաձայն միանշանակ արդար 28.1%, ավելի շուտ արդար 23.8%, ավելի շուտ կեղծիքներով 19.1%, միանշանակ կեղծիքներով 17%, դժվարացել է պատասխանել հարցվածների 12.3%-ը։ Հարցվածների 59.3%-ը մասնակցելու է ընտրությանը, իսկ եթե ընտրությունն անցնի անարդար, հարցվածների 40.5%-ը պատրաստ է դուրս գալ փողոց։ Իսկ նախընտրական քարոզարշավին զուգահեռ շարունակվում են նաև իրավական հետապնդումներն ու խուզարկությունները։ Վաղ առավոտից իրավապահները խուզարկել են Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի և նրա թիմակիցների բնակարաններում ու գրասենյակներում։ Գյումրիի ավականո անդամ Լիզա Գասպարյանի խոսքով խուզարկությունը հավանաբար տեղի է ունեցել 3 Գյումրիում կայացած քաղաքական հանդիպման ժամանակ հնչած ելույթների ֆոնին, որտեղ Գրիգորյանը հայտարարել է, որ Գյումրիի 2-ը լինելու է։ Խուզարկությունը չի ավարտվել, խուզարկություններ են գրասենյակներում, թիմակիցների տանը, անգամ թիմակիցներ կան, որ այս պահին չգիտեմ բազին են տարել կամ այդպես չենք հասնում էլի, ինֆորմացիան այնքան արագ է գալիս, որ չենք հասնում գնալ եւ այլն։ Ու սա տեղի ունեցավ 3 առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում այցելության ժամանակ պարոն Գրիգորյանը քաղաքական խոսույթ է հնչեցրել եւ քաղաքական խոսույթի վերջում էլ ասաց, որ ես սպասում եմ, որ պիտի ձերբակալություններ եւ ահաբեկումների սցենար սկսի իշխանությունը։ Սա սովորական ռեժիմ է դարձել, կարծես թե մեր բոլոր ընթերցողները, պարոն Գրիգորյանի բոլոր ընթերցողները ուղեկցում են այսպիսի սցենարներով, որպեսզի մեր բնականոն աշխատանքից հետ գցեն, չգիտեմ, թե ահաբեկումներ անեն, թիմակիցներին վախեցնեն եւ այլն եւ այլն։ Սա արդեն դարձել է շատ սովորական օրակարգ։ Միաժամանակ խուզարկել են նաև Մայր Հայաստան կուսակցության գրասենյակը, ահազանգ է հնչեցրել կուսակցության անդամ Արեգ Նազմանուկյանը։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք շրջում գրասենյակում։ Ծանուցագիրը ներկայացրեք։ Ծանուցագիրը ներկայացրեք։ Ծանուցագիրը ներկայացրեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, քննչական գործողությունը սկսեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, խնդրում եմ։ Ես այստեղ եմ գտնվում, ինչ տարբերություն ձեզ համար։ Ես կուսակցության վարչության անդամ եմ։ Ես չեմ նկարում, խնդրում եմ, ես չեմ նկարում, ես գոշին եմ նկարում։ Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել պետական դավաճանության և լրտեսության համար։ Կոմիտեի տվյալով Թևանյանը падգամավոր եղած ժամանակ օտարերկրյա կառույցին իբր փոխանցել է ազգային ժողովի գաղտնի նիստի վերաբերյալ տեղեկություններ, դրա դիմաց ստանալով ավելի քան $600,000։
Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի քարտուղարի Վետա Տոնոյանն էլ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը վերածում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի։ Նա շեշտել է, որևէ բռնաճնշում, որևէ հալածանք եւ որևէ քաղաքական հետապնդում չի կարող ազդել իրենց քաղաքական ուղեգծի վրա։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միշտ պաշտպանել է եւ պաշտպանելու է հայկական շահը եւ Հայաստանի Հանրապետության իրական պետական շահերը։ Տեղի ունեցողը գնահատում ենք որպես նպատակային եւ համակարգված հարձակում ընդդիմադիր քաղաքական ուժի եւ падգամավորության թեկնածուների դեմ նախընտրական գործընթացի ամենաթեժ փուլում։ Հրավիրում ենք նաեւ միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա։ Եթե դուք չեք տեսնում կամ չտեսնելու եք տալիս այս հայտարարակ իրողությունը, երբ Նիկոլ Փաշինյանը անգամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում ընդդիմության առաջնորդների նկատմամբ, ուրեմն դուք ոչինչ չեք տեսնում։ Քարոզարշավի օրերին քաղաքական պայքարը հաճախ դուրս է գալիս ծրագրերի ու խոստումների շրջանակից եւ տեղափոխվում մեղադրանքների դաշտ։ Հայաստանում այս ընտրական փուլում ամենաշատ հնչող բառերից են դարձել գործակալ, լրտես, արտաքին ազդեցություն ձևակերպումները։ Տարբեր քաղաքական ուժեր միմյանց մեղադրում են օտար կենտրոնների շահերը սպասարկելու համար, իսկ հասարակությունը փորձում է հասկանալ, որտեղ է իրական վտանգը եւ որտեղ է արդեն քաղաքական տեխնոլոգիան։ Այս ֆոնին գործակալների թեման աստիճանաբար վերածվում է ոչ միայն նախընտրական գործիքի, այլև հասարակական վախերի ու բաժանարար գծերի ձևավորման միջոցի։ Ում է ձեռնտու գործակալների թեմայով աղմուկը ռեպորտաժում։ Հայաստանում ընդդիմադիր բոլոր ուժերը գործակալ են, համենայն դեպս քարոզարշավի ժամանակ իշխանության ներկայացուցիչներն այդ մասին են խոսում։ Նախընտրական պայքարին զուգահեռ Հայաստանում նոր թափով ակտիվացել է գործակալների, արտաքին ազդեցությունների եւ հիբրիդային պատերազմների մասին խոսույթը։ Գործող իշխանությունն ու հատկապես Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում են, թե տարբեր քաղաքական ուժեր գործում են արտաքին կենտրոնների ազդեցության ներքո եւ փորձում են ներգործել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։ Հերթական մեղադրանքը հնչեց ժամեր առաջ։ Նա ԲՀԿ ցուցակի երկրորդ համարին մեղադրեց լրտեսության համար ու վճռեց Անդրանիկ Թևանյանի դեմ վարույթ է հարուցվելու։ Առանց որևէ հիմնավորման եւ առանց որևէ իրավական հիմքերի նման գործելը ոչ միանշանակ անընդունելի է, առավել ևս երկրի բարձրագույն պաշտոն զբաղեցնողների կողմից։ Ցանկացած խնդիր, ցանկացած տեղեկություն ի վերջո պետք է բացառապես դատարանի որոշմամբ հաստատվի եւ եթե նույնիսկ իրավապահ մարմինները, որոնք ամբողջովին Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ են, ինչ որ մտածածին գործեր են հարուցում կամ պատասխանում են հարուցել, ի վերջո քանի դեռ չկա դատարանի վճիռ, այս ամենը բացառապես Նիկոլ Փաշինյանի քարոզչական գործընթացի մաս են կազմում։ Սակայն ընդդիմադիր դաշտում պնդում են իրական արտաքին ազդեցության ուղղությունն ամբողջովին այլ է։ Ընդդիմադիր գործիչների մի մասը համոզված է Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ամենաուղիղ արտաքին ազդեցությունն այսօր գալիս է Ադրբեջանից գործող իշխանության քաղաքականության միջոցով։ Վերցնենք յուրաքանչյուր Ադրբեջանի պահանջը եւ իշխանության պատրաստակամությունը այդ պահանջը կատարելը։ Դա ուղիղ նշանակում է, որ իշխանությունը սպասարկում է Ադրբեջանի շահերը։ Իսկ հաշվի առնելով, որ իշխանության գտնվող մարդիկ ունեն հայկական անձնագրեր եւ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ապա հատուկ ծառայությունները պետք է զբաղվեն այդ մարդկանց գործունեությամբ։ Ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ վերջին տարիներին քաղաքական ու անվտանգային բազմաթիվ գործընթացներ ցույց են տալիս, որ իշխանության քայլերը հաճախ համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի հայտարարությունների ու պահանջների հետ։ Նրանց համոզմամբ գործակալական ցանցերի թեմայի շուրջ բարձրացրած աղմուկը նպատակ ունի հասարակության ուշադրությունը շեղել հենց այդ իրողությունից։ Ինչու է Նիկոլը որպես իր նախընտրական հիմնական ուղղություն ընտրել 3 խոշոր ազդեցիկ ուժերի իբրև դրսի ազդեցության տակ գտնվելու եւ Հայաստանի վրա հիբրիդային ազդեցության գաղափարը։ Շատ պարզ պատճառով, որ քողարկի իրական ազդեցության պատկերը։ Ինքն ու իր թիմն են դրսի ազդեցության տակ։ Հայաստանի ներքաղաքական process-ների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է, Հայաստանի գործող իշխանության վրա։ Մնացածը հեքիաթ է։ Քննադատության առիթ է դարձել նաև ռուսալեզու The Insider-ի վերջին հրապարակումը, որը լայնորեն տարածվեց իշխանական շրջանակների եւ նրանց աջակցող տեղեկատվական հարթակների կողմից։ Ընդդիմադիրների համոզմամբ այդ հրապարակումը եւս օգտագործվում է ներքաղաքական պայքարի տրամաբանության մեջ որպես տեղեկատվական ազդեցության գործիք։
Արման Աբովյանին այս գործընթացը հիշեցնում է Մոլդովայի սցենարը։ Քաղաքական գործիչը վստահ է, նույն կենտրոնն է ղեկավարում Հայաստանում դեռ գործող ուժին։ Իրեն կարող են ինչ ուզում են հրապարակել, նամանավանդ այդ հրապարակումները ուղիղ համեմատական կարելի է անցկացնել նույն գործընթացի, որը տեսնում ենք Մոլդովայում, այսինքն նույն կենտրոնն է սրանց ղեկավարում, բայց եթե խոսում են կոնկրետ Ադրբեջանի մասով, ապա Ադրբեջանի բոլոր ուղղակի, անուղղակի պահանջներ եւ հրահանգները, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության գոյությանը, այս իշխանությունը ի կատար է ածում։ Ընդդիմադիր գործիչները հիշեցնում են հայտնի արտահայտությունը՝ գողն առաջինն է գոռում գող։ Նրանց կարծիքով իշխանությունը գործակալի պիտակը փորձում է կպցնել բոլոր ընդդիմախոսներին սեփական հասցեին հնչող մեղադրանքներից ուշադրությունը շեղելու համար։ Հացառապես քարոզչական նպատակով Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմը տարբեր ընդդիմադիր գործիչներին մեղադրում է օտար երկրների շահերը պաշտպանելու մեջ եւ որ ինչն է ամենահետաքրքիրը, երբեք այդ օտար երկրների անունը չեն տալիս, եթե հստակ ինֆորմացիա ունեն կամ տվյալներ ունեն, ապա այդ ինչ չեն վախենում այդ բոլորիս հայտնի երկրի անունը տալով, որին նկատի ունեն։ Արտաքին ազդեցությունների եւ գործակալական ցանցերի մասին խոսույթը դարձել է նախընտրական պայքարի առանցքային թեմաներից մեկը։ Մինչ իշխանությունը փորձում է ընդդիմադիր ուժերին ներկայացնել որպես արտաքին շահերի սպասարկուներ, ընդդիմադիր դաշտը հակադարձում է։ Իրական վտանգը այն քաղաքականությունն է, որը գնալով ավելի տեսանելիորեն համընկնում է թուրք-ադրբեջանական օրակարգի հետ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հայտնել է, որ ընդդիմադիր ուժեղ Հայաստանը իբր ընտրակաշարք է բաժանել։ Ըստ կոմիտեի քաղաքացիներին փող են փոխանցել կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, իսկ վճարումները ներկայացրել են որպես աշխատավարձ։ Իրավապահները պնդում են, որ այդ մարդիկ իրականում որևէ աշխատանք չեն կատարել։ Կան ձերբակալվածներ, հրապարակել են նաև գաղտնալսումներ։ Սամվել Կարապետյանը կտրականապես հերքում է, թե կապ ունի գրեթե ամեն օր հաղորդվող այս դեպքերի հետ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանել է մի քանի լրատվամիջոցի ղեկավարի հարցերին։ Կարապետյանի խոսքով Փաշինյանը 3 անգամ ապացուցել է, որ ինքը պատերազմ բերող գործիչ է։ Կուսակցության առաջնորդը հարցրել է, ինչով է երաշխավորում, որ 300,000 ադրբեջանցի չի գալու Հայաստան։ Ինքը երաշխավորեց Արցախին եւ տեսանք ինչ եղավ Արցախի հետ։ Հիշում եք, գորգորած Արցախ հրապարակում եւ հետո շատ համեստ ձևով հրաժարվեց Արցախից։ Վերջին տարիներին 20 թվականից հետո Հայաստանի իշխանությունները Հայաստանի, թե Արցախի, թե Հայաստանի մասով ոչ մի որոշման չեն մասնակցում։ Իրենք ունեն շեֆ, շեֆը ինչ որոշում է, դա իրագործում է։ Իրենք կատարողներ են, իրենք գործիքներ են։ Բացի քրեական հետապնդումներից, իշխող ուժի քարոզարշավի ժամանակ հնչում են նաև մասնավոր բիզնեսը պետականացնելու մասին հայտարարություններ։ Տնտեսությունը վստահության վրա է կառուցվում։ Երբ գործարարը վստահ է, որ իր ներդրումը պաշտպանված է օրենքով, նա ստեղծում է արտադրություն, աշխատատեղ ու երկարաժամկետ ծրագիր։ Բայց երբ քաղաքական հայտարարություններից հետո բիզնեսները սկսում են հայտնվել պետականացման օրակարգում, փոխվում է ոչ միայն տնտեսական միջավայրը, այլև ներդրողների վերաբերմունքը երկրի նկատմամբ։ Հայաստանում վերջին օրերի քննարկումները հենց այս հարցն են առաջ բերել։ Ձևավորվում է արդյոք նոր տնտեսական քաղաքականություն, որտեղ սեփականության անձեռմխելիությունն այլևս բացարձակ երաշխիք չէ։ Մանրամասները ռեպորտաժում։ Քաղաքացիների մասնավոր ունեցվածքի պետականացման պատմություններն աշխարհում ոչ թե զարգացման, այլ տնտեսական անկման ու քաղաքական ճգնաժամի պատմություններ են եղել։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ պետությունը փորձում է լայնորեն վերահսկել կամ վերցնել մասնավոր սեփականությունը, երկարաժամկետ ապագայում դա հաճախ բերում է կոռուպցիա եւ համակարգային խնդիրների։ Վերջին օրերին Հայաստանում ակտիվ քննարկումների թեմա է դարձել պետականացման գործընթացների մասին Փաշինյանի հայտարարությունները։ Քաղաքական հակառակորդներից Սամվել Կարապետյանին պատկանող հեծի շուրջ զարգացումները հիմա նաեւ
Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտ գործարանի պետականացման մասին Փաշինյանի հայտարարություններում մասնագետներն իրավական ու սահմանադրական խնդիրներ են տեսնում։ Փաստաբան Արամ Օրբելյանի կարծիքով, թեև պետականացումը կարող է ձևականորեն ներկայացվել որպես իրավական գործընթաց, իրականում այն պետք է համապատասխանեցվի սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական եւ միջազգային չափանիշներին։ Սահմանադրությունը աշխատում է սեփականության իրավունքը եւ սեփականության օգտագործումը ձեռնարկատիրական գործունեությամբ սեփականության հանգիստ տնօրինումը եւ նշված իրավունքը նաեւ երաշխավորված է մի շարք միջազգային փաստաթղթերով, տվյալ դեպքում կարող ենք խոսել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների կոնվենցիայի առաջին արձանագրությամբ։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով Հայաստանում արդեն ձևավորվում է վտանգավոր պրակտիկա, երբ իշխանությունը կարող է քաղաքական դրդապատճառներով միջամտել խոշոր բիզնեսին, ինչը կարող է բացասաբար ազդել ներդրումային միջավայրի վրա։ Հիմա այս երկրում հիմա ձևավորվում է պրակտիկան, որ իշխանությունը հենց ուզում է կարա խլի խոշոր բիզնեսը։ Այն էլ մի կրպակ չի, էսի երկրի մասշտաբով ոչ թե տեսանելի, այլ ինչ որ հարցեր լուծող ընկերություններն են, հա։ Եվ այսպեսով այստեղ դա միանշանակ վախեցնում է ներդրողներին եւ ներդրումների ներհոսքը առանց այն շատ փոքր է, ելիքը փոքրանա։ Ըստ փաստաբանի, եթե պետականացման գործընթացները իրականացվում են քաղաքական հայտարարությունների կամ ոչ թափանցիկ մեխանիզմների միջոցով, դա կարող է դիտվել որպես իրավական ռիսկ։ Փաստաբանը նշում է նաեւ, որ նման զարգացումները կարող են ունենալ ֆինանսական հետևանքներ պետության համար միջազգային արբիտրաժներում հնարավոր վեճերի եւ փոխհատուցումների տեսքով։ Անկախ բոլոր գործընթացներից քաղաքական նկատի ունեմ, այս խախտումների ունենալու են հետևանքներ։ Ուզում եմ ասենք նույն միջազգային ներդրումային արբիտրաժների որոշումներ կլինեն, որի արդյունքում մենք բոլորս արդեն քաղաքացիներով պետական բյուջեի հաշվին ստիպված ենք լինելու փոխհատուցենք այդ խախտումների համար, իսկ այդ խախտումների արդյունքում կահելու են քաղաքական իշխանությունները։ Մասնավորի պետականացման երևույթը տեսանելի է մի շարք ավտորիտար համակարգերում, որտեղ վերջաբանը տխուր է եղել։ Ռումինիայում Չաուշեսկոյի օրոք իրականացված լայնածավալ պետականացումը մասնավոր սեփականությունը վերացնելու հետևանքով տնտեսությունը դարձրեց խիստ անարդյունավետ, առաջացավ սոցիալական ճգնաժամ, ինչն ավարտվեց պետական համակարգի փլուզմամբ։ Իրաքում Սադամ Հուսեյնի իշխանության տարիներին պետությունը վերահսկում էր հիմնական տնտեսական ոլորտները, այդ թվում նավթը, ինչը պատերազմների եւ միջազգային պատժամիջոցների հետ նպաստեց երկրում ճգնաժամի խորացմանը։ Լիբիայում Մուամմար Քադաֆիի կառավարման տարիներին տնտեսական եւ քաղաքական համակարգը կենտրոնացված էր մեկ անձի շուրջ, ինչի հետևանքով պետական ինստիտուտները թույլ էին, իսկ 2011-ի ապստամբությունից հետո երկիրը ընկավ երկարատև քաղաքացիական պատերազմի մեջ։ Վենեսուելայում պետականացման լայն քաղաքականությունը սկզբում ուղեկցվեց սոցիալական ծրագրերով, սակայն հետագայում բերեց տնտեսական անկման, հիպերինֆլյացիայի եւ զանգվածային արտագաղթի։ Այս օրինակները ցույց են տալիս, որ երբ պետությունը սկսում է չափազանց վերահսկել տնտեսությունն ու մասնավոր սեփականությունը, դա հաճախ ավարտվում է տնտեսական ճգնաժամերով, քաղաքական անկայունությամբ եւ համակարգերի փլուզմամբ։ Ի տարբերություն դրա, աշխարհի մի շարք զարգացած տնտեսություններում, ինչպես Սինգապուրը, Հոնկոնգը, Շվեյցարիան կամ Միացյալ Նահանգները, տնտեսության հիմքում մասնավոր սեփականության պաշտպանությունն ու ազատ շուկայի սկզբունքներն են, որտեղ պետությունը հիմնականում կարգավորողի դեր ունի։ Լիբերալ եւ կապիտալիստական համակարգերում տնտեսության հիմքում ոչ թե պետական վերահսկողությունն է, այլ մասնավոր սեփականության պաշտպանությունը, մրցակցությունը եւ կանխատեսելի օրենքները։ Այդ մոդելում պետությունը հիմնականում չի խլում կամ տնօրինում բիզնեսը, այլ ստեղծում է կանոններ, որոնց պայմաններում մասնավոր սեկտորը կարողանում է զարգանալ։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշում է, որ զարգացած կապիտալիստական երկրներում մասնավոր սեփականության պաշտպանությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական եւ հասարակական համաձայնության կարևոր հիմքերից է։ Զարգացած երկրներում շատ կարևոր է եւ դա ամենակարևորը տարբերությունն է Հայաստանի հետ, երկարատև մտահորիզոնը։ Այսինքն, եթե մարդիկ կարողանում են պլանավորել երկար 10 տարի, 20 տարի, 30 տարի եւ այլն, էլ չասած պետությունները, բիզնեսները եւ այլն, ապա նրանք կարողանում են ավելի ճիշտ, ավելի լավ որոշումներ ու որակյալ որոշումներ ընդունել եւ հետեւաբար կառուցել իրենց ապագա։ Այդ պատճառով զարգացած ժողովրդավարական երկրներում ներդրողները վստահ են, որ իշխանափոխությունից կամ քաղաքական տարաձայնություններից անկախ իրենց բիզնեսն ու սեփականությունը պաշտպանված են օրենքով։ Հենց այս կանխատեսելիությունն է տարիների ընթացքում ձևավորել ուժեղ տնտեսություններ, միջազգային ներդրումային միջավայր ու բարձր կենսամակարդակ։ Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում, Սինգապուրում կամ Հոնկոնգում պետությունը կարող է վերահսկել հարկային, հակամենաշնորհային կամ ռազմավարական ոլորտները, սակայն մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը շարունակում է մնել տնտեսական համակարգի հիմնական սկզբունքներից մեկը։
Իսկ Մոսկվան նոր սահմանափակումներ է դնում հայկական շուկայի վրա։ Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկողական ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանից արտադրանքի մատակարարման խնդիրները վերաբերում են ոչ միայն ծաղիկներին, այլև բանջարեղենին եւ մրգերին։ Ռուսական կողմը խախտումներ է արձանագրում հայկական արտադրանքի մատակարարման ընթացքում։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վոլոդինի խոսքով Եվրասիական տնտեսական միությունում մնալու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով շահագործելու փորձ է, ինչի արդյունքում արդեն իսկ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2.5 անգամ։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, անդրադարձել ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերի։ Խոսելով խաղաղության մասին, նա նշել է, որ իր պատկերացմամբ խաղաղության գործընթացը վերաբերում է տարածաշրջանային հակամարտության ավարտին։ Փաշինյանը խոսել է այսպես կոչված անկլավների մասին։ Անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև մենք ինքներս ունենք անկլավ, Արցախաշենը։ Այսինքն հրաժարվել դրանից չեմ կարող հրաժարվել, որովհետև եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է, ոչ մեկ չի կարող Հայաստանի ինքնիշխան տարածքից հրաժարվել։ Բայց պարզ է, որ դա տենց պարզ թեմա չի եւ որևէ նախ ասեմ որովհետև թեմա քննարկվում է, որևէ պայմանավորվածություն, որևէ այսպես ասած ռազմավարություն որևէ հայեցակարգ այդ հարցի լուծման հետ այս պահի դրությամբ չկա։ Բայց նաև կանոնակարգը սահմանում է դեպքեր, որ պետք է հնարավոր է նաև տասնյակ անգամներ ենք խոսել։ Պետք է նայվի, թե այդ հարցին մենք ոնց ենք մոտենում։ Ես չեմ խոսում անկլավների թեմայի մասին, ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքների վերադարձի մասին եւ սահմանազատման թեմայի հետ կապված, ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին։ Փաշինյանը խոսել է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, նշելով, որ որևէ ճգնաժամ չկա եւ Հայաստանը չի պատրաստվում հակառուսական գործողությունների։ Նրա խոսքով Հայաստանը Ռուսաստանի հետ չի վիճելու, իսկ հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ հարգանքի վրա։ ԵԱՏՄ կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել մենակ Հայաստանը, այսինքն անդամ երկիրը, որ կարող է որոշել դուրս գալ, ուրիշ պրոցեդուրա չկա։ Բայց դենց ցանկացած հարց կարող են քննարկել եւ ենթադրում եմ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել եւ մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք։ Ընկերական մասով, ինչպես ասում են, դրուժբա, սլուժբա, այսինքն ինչ կապ ունի ընկերական հարաբերությունները այս աշխատանքային հարցերի հետ։ Այսինքն եթե հարաբերությունները ընկերական են, այդ նշանակում է ոչ ԵԱՏՄ ապրանքը պետք է ԵԱՏՄ ապրանքի տակ կամ այդ նշանակում ստանդարտին չհամապատասխանող ապրանքները պետք է ասենք դե քանի որ ընկերական հարաբերություններն եկեք բոլոր կարգավորումներից դուրս գանք։ Գազի թանկացման մասին նման բան չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք։ Միջազգային լրահոսից։ Լիբանանի հարավային Սուրի շրջանում գտնվող բժշկական կենտրոնին Իսրայելի օդային հարվածի պատճառով 4 մարդ է զոհվել։ Շտապօգնության 2 աշխատակից էլ վնասվածքներ է ստացել։ Բացի այդ, ավիահարված է հասցվել Լիբանանի հարավում գտնվող Թեբնինե հիվանդանոցի շրջակայքին, որի հետևանքով կա 9 վիրավոր, այդ թվում հիվանդանոցի 7 աշխատակից։ Հարվածը նաև նյութական վնասներ է պատճառել հիվանդանոցի շենքին, շտապօգնության մեքենաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պահանջում է ապահովել ազատ նավագնացության Հորմուզի նեղուցով եւ հրաժարվել նավերի անցման համար վճարներ գանձելուց։ Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողության տակ վերցնել Իրանի հարստացված ուրանի պաշարները, դրանք հետագայում ոչնչացնելու նպատակով։ Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան տեղափոխելու առաջարկը դեռ քննարկման փուլում է եւ պետք է ընդունելի լինի թե Թեհրանի, թե Վաշինգտոնի համար։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներն այս պահին դեռ չի ընդունում ռուսական առաջարկը։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Ռուսաստանում անցկացվել են Բելարուսի հետ համատեղ միջուկային զորավարժություններ, որոնց մասնակցել է 64,000 զինծառայող։
Ներգրավվել է ավելի քան 7800 միավոր տեխնիկա, իրականացվել են միջմայրցամաքային, հիպերձայնային եւ թևավոր հրթիռների արձակումներ։ Զորավարժություններին տեսակապով հետևել են նախագահներ Պուտինն ու Լուկաշենկոն։ Բելարուսն ու Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չեն ներկայացնում, բայց պատրաստ են պաշտպանել իրենց ընդհանուր հայրենիքը Բրեստից մինչև Վլադիվոստոկ, հայտարարել է Լուկաշենկոն համատեղ զորավարժության ժամանակ։ Նա նշել է նաև, որ Բելարուսը կարող է պատերազմի մեջ ներքաշվել միայն այն դեպքում, եթե նրա տարածքը ենթարկվի ագրեսիայի։ Ուկրաինան արդեն կորցրել է իր բնակչության կեսից ավելին, իսկ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մնացել է 23 միլիոնից էլ պակաս մարդ, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Եվրամիությունը կվերսկսի Ռուսաստանից գազ գնել, երբ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի։ Լեհական Ռեչպոսպոլիտա թերթին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարը։ Ես կարծում եմ, որ պատերազմի ավարտից հետո ամբողջ Եվրամիությունը կվերադառնա ռուսական գազ գնելուն, քանի որ այն ավելի էժան է։ Սա թելադրված է մրցակցային եւ աշխարհագրական գործոններով, ասել է նա։ Մինչ այդ Լեհաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ էլ Մադիարը հայտարարել է, որ Ուկրաինան զոհ է եւ ունի բոլոր իրավունքներն իրեն պաշտպանելու համար։ Պատմությունը լի է անթիվօրինակներով այն մասին, թե ինչ է բերել թուրք ազգի հետ բարեկամությունը եւ թե ինչ է արժեցել թուրքերի նկատմամբ թշնամանքը։ Այս հայտարարությունն էլ արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջդաբա Խամենեին հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է հարստացված ուրանի արտահանումը երկրից։ Այս քայլը կարող է բարդացնել խաղաղության շուրջ բանակցությունները, քանի որ Թրամփն ուրանի պաշարների դուրսբերումն անվանել է Թեհրանի հետ ցանկացած գործարքի պարտադիր պայման։ Միլիարդատեր Իլոն Մասկը կարող է դառնալ առաջին դոլարային տրիլիոնատերն աշխարհում։ Նրա հիմնած SpaceX ընկերությունը դիմում է ներկայացրել բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է $500 միլիարդ։ Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում տեղացած ուժեղ անձրևներից հետո մեքենաները մնացել են ջրի մեջ։ Ջրհեղեղներ են նաև Նյու Յորքում։ Իսկ Լոս Անջելեսի մոտակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով ավելի քան 7000 մարդ տարհանվել է, ավելի քան 17000-ին էլ խորհուրդ է տրվել լքել իրենց տները։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։